Մերոնք կետը եմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Երբեմն տարածվող զազրախոսությունը թե իմ անձի նկատմամբ, թե երկրի տեղի ունեցող, երկրում տեղի ունեցող երևույթների նկատմամբ այնքան տհաճ է, որ չես էլ ուզում անդրադառնաս, ինչ ասես հիմարության շքերթին։ Բայց ուզենք չուզենք, քանզի մարդիկ խենթանալու երևույթ է եւ լավագույնս օգտագործում են ստորաբար խաբելով հասարակության ու ժողովրդին։ Եվ այսպես այսօր բնականաբար կխոսենք կաթողիկոս կոչվող երևույթից եւ Նիկոլ Փաշինյան կոչվող երևույթից, թե ինչ խաղ ով քարը ում բաղջեն գցեց եւ ինչ է տեղի ունենում արդյունքում։ Եվ այսպես վեհապար հայրապետ։ Տեսեք, այն որ ասում են այդ սրբազանները էսեն, բա մի ամիս առանց կնգա, գիտեք հեշտ, մարդը Աստծուն խաբել է, կաթողիկոսը խաբել է Աստծուն, ուխտ է արել Աստծու առաջ, որ ինքը պիտի մնա կուսակրոն և խաբել է Աստծուն, զավակ ունի, և ոչ միայն ինքը, հիմի ես ուզում եմ, երեք գնացել էին Վանեցյանը, Պողոսը, Պետրոս, չգիտեմ, այդ անունները այնտեղ խառը կանանչի, կարող եմ երկու ազնիվել չիմացող մարդկա ներողություն եմ խնդրում, ձեր կանանց կուղարկեիք այդ կաթողիկոսի մոտ խոստովանության։ Հա, չեք կուղարկի, որովհետև շատ հնարավոր է, որ գայթակղեն։ Այո, այդ մարդիկ այդ գործի վրա են։ Այդ իմանալով հանդերձ, այդ քաղաքական փանջունիների խումբը, որ հավաքվել էիք, գնացել հասել օդանավակայան եւ ձեր աջակցությունը ինչին էիք հայտնում, անբարոյականին, սքեմավոր մեկին, ով մեծ հաճույքով գեղեցիկ կնոջը կոռոպուտ չի անի, ով եկել է, որ եկել է եկեղեցի, հա? Հիմա դուք ում եք ապոշի տեղ դնում, կներեք, ում եք դնում ապոշի տեղ, ամբողջ այդ համակարգը պղծված է, այո, պղծված է, քանզի վեհապար տերը խաբել է Աստծուն, եկեղեցականներ, մի պահալա ուշադիր, պատկերացնում եք Աստծուն է խաբել, դες բոլորիդ կխաբի, մի եղբայր ունի, եզրաս, եզ արմատով, այդ եզրասը խաբեբայությամբ եկեղեցի է սարքում, և երբ այդ խաբված մարդը այդ քարի տերը գալիս է ասում է վեհապար տեր, $500,000 ինձ քու եղբայրը խաբել է, ես սնանկանում եմ, ես չգիտեմ ինչ անեմ, ասում է զավակը չես ուզում եկեղեցուն օգնես, ասում է առանց էլ օգնել եմ, բայց ես չեմ կարող $500,000 նվեր տալ, ես չունեմ այդ հնարավորությունը։ Բա խաբեբայությամբ մի եղբայրը մեկի հետ քնում է, երեխա ունենում, էլ չեմ ասում 1000-ի հետ, այն մյուս եղբայրն էլ խաբելով եկեղեցի է սարքում, փողերը բայց մոսկովյան հարուստներից վերցնում։ Դեռ խնդիրը Նիկոլ Փաշինյանը չի, մենք ունենք այս աղբը, թե չունենք, խաբեբաների այս հավաքածուն ունենք, թե չունենք, մենք նոր իմացանք այդ մասին, չէ իհարկե, մենք գիտենք, որ այս մարդիկ գեղեցիկ աղջիկներով, բենթլիներով, էսովենով պտտվում են, և ասենք մարդը իր կնոջը կուղարկի այդ սրբազանի մոտ խոստովանության, չէ, նորմալ տղամարդը, որտև հաստատ այն Նիկոլի ասածը կարող է անել այդ սրբազանը, որտև նրանք սրբազան չեն, պիղծ են։ Հիմի այդ խնդիրը, այսօր ինձ ոմանք ասում են, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը չլիներ, դու Նիկոլ Փաշինյան չկար, որ ես խոսում էի, և ոչ միայն խոսում էի, նաև ներկայացնում էի, թե կաթողիկոսը ինչ պիղծ է, նաև ներկայացնում էի, թե մեր եկեղեցականները ինչպես իրենց գործողությունը չեն կատարում, գործունեությունը, առաքելությունը չեն իրականացնում, Նիկոլնով էր, որ ես խոսում էի, ավելին ասեմ, երբ իր օրագիր թերթով Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, հերթական հրապարակումները լինեն դատի էին տալիս, օղորմի կողքի մեռելներին, այդ Տիգրան Նաղդալյանին են Համասեր Ռամոլին, ես հմեկում էի աշխատում, դա էլ ոչ բարով տնօրեն էր եկել, ասեցի, ինչ ենք անում, չենք պաշտպանում, ասեցի, չէ, Նիկոլի հետ գործ չունես։ Իմ խոսելու հետ կապված, անգամ Նիկոլ Փաշինյանը, որ ձերբակալված էր,
Այն որ բոլորը տակն էին մտել, ես խոսում էի։ Ես իմ առանձնատունը գրավ էի դրել, հետո այդպես էլ կորցրեցի տարիներով արդյոք ապրեցի։ Թերթ էի հիմնադրել, բայց այդ թերթն էլ Նիկոլի սրտով չէր եւ մյուսների։ Ինչեւ է, փեսամիշիկից սկսած, համահունչ էին գործում իմ դեմ։ Անկամ երբ մահափորձ էին կազմակերպում իմ դեմ, ու կազմակերպեցին Սերժի Մենթերը, Վովա Գասպարյանի Եսյանի գլխավորությամբ, ես էլի խոսում էի։ Այդ ինչ եք հիշեցնում, ոյ, Նիկոլը չլներ բան, դե վերջացրեք այդ կապիկություն, ես չլինեի, Նիկոլը չէր լինի, թե կուզեք իմանաք, բայց շատ դաժան կա լինի, էլի, որ Նիկոլի լինելության համար ես պատասխանատու լինեմ, չէ, ուղղակի, մի քարեր շպրտեք այնտեղ, որտեղ դեր խելքի բանը չի, բայց այդ էլ թեմայի մի կողմն է, ես դեռ այն ժամանակ ասում էի, որ մեր եկեղեցականները չեն աշխատում, մեր մեջ չեն, փոխարենը Եհովայի եւ մյուս աղանդների վկանները վազ են տալիս փողոցներով մեկ եւ տեղը նե խեղճ ու կրակ, հույսը կորցրած, այն որ ասում են մահ ունեցած մարդուն անգամ գալիս ու ասում էին, ոյ մի արտասվեք, նա Աստծու մոտ գնաց։ Իսկ այդ մարդը մենք եկեղեցական ծխական քահանա չունեինք, որ գար մտներ տուն։ Նա էլ փող չուներ, որ քահանային կանչեր։ Եվ արդյունքում այդ տեղը նեղ մարդը դառնում էր Եհովայի վկա, ընկնում էր նրանց ցանցը, ու մինչ օրս ընկնում են։ Ես դեռ այն ժամանակից էի ասում, ամեն թույնին հակաթույն է պետք, բայց մեր երկրի կաթողիկոս կոչվածը պիղծ է, չունի սրբություն ու մաքրություն։ Աստծուն խաբել է ժողովուրդ, հասկանում եք, այդ որ խաչակնքում եք, բան մարդիկ կան խաչը կոտով են կուլ տալիս, գնում եք օթարավակայաններ, բան, այդ մարդն Աստծուն խաբել է։ Ուղարկեք ձեր կանանց նրանց մոտ խոստովանության, խիչ եք ուղարկում։ Եթե ուղարկողներ կան կաթողիկոսի ողջույնները եւ սրբազանների, լավ են անում։ Բա պիղծ, սրբապիղծ, Աստծուն խաբող մարդուն, ձերն ընկած կնոջը քորոփուտ չանող մարդու մոտ, կամ մարդու հետ հույս կկապեն, ու հիմա ձևակերպում եք, թե վայաման, տեսեք, երկրի իշխանությունները կամ Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմի գործն է անում։ Դեր դրան էլ կհասնենք, թե ինչ է անում։ Հիմա գանք կաթողիկոս կոչվածի կամ հորժորջվածի հերթական ելույթներին։ Երբ գնաց ու ելույթ ունեցավ, որ չգիտեմ, Շվեյցարիայում կարծեմ, թուրք-ադրբեջանական տանդեմը Արցախը հայաթափեց։ Այստեղ էլ է ստում ես կաթողիկոսը։ Իր եղբորը եզրասի պես, սրանք ստախոսների հավաքածու են։ Բա ռուսը չլիներ, Արցախը չէր հայաթափվի։ Բայց քանի որ կաթողիկոս կոչվածը երկակի ստանդարտ է օգտագործում, քանի որ ինքը ստախոս է, պիղծ է, Աստծուն խաբել է, երդվել է Աստված ջան, այն բանից չեմ անելու, կուսակրոն եմ լինելու, բայց առաջին ինքն է Աստծուն խաբել։ Այս խաբեբան էստեղ են, բայց երկրի քաղաքական խաբեբա կուսակցություններն ու իշխանությունները, այդ քաղաքականները, հա, դաշնակները, այն գեղամիկեր, ինչեր գնացել էին, չգիտեմ, Սերժիկները, Ռոբիկները, հատկապես այս Աստծու հետ կապ չունեցող պիղծ մարդիկ, մի պիղծել Քոչարյան Ռոբերտն էին շրջապատով։ Այս մարդիկ ասում են, տեսեք կաթողիկոսը սա ասաց, եւ Նիկոլը նոր սկսեց կաթողիկոսի դեմ ինչ-որ բան անել։ Լուկաշենկոյի արտահայտվելաձևը հիշեք, այդ կարտոֆիլի գլուխը, այդ ողորմելի բռնապետիկը ինչ էր ասում հայերի ու Հայաստանի մասին։ Այդ քաղաքական թափթփուկները այդքան արժանապատվություն չունեք։ Բա կաթողիկոս կոչված այդքանից հետո գնում է Բելարուսիա, գնում է Մինսկ, Լուկաշի հետ սիլի-բիլի անելու։ Ու ասում են Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, վատն է, ելի վատն է։ Բա կաթողիկոս կոչվածը իր հայ երեխեքին գերի հանձնած ռուսական իշխանություններից գնաց ու շքանշան վերցրեց։
ու այսօր դուք ասում եք թե կաթողիկոսն արժեք է կաթողիկոսությունը գահն է արժեք։ Այն նստած մարդը ստախոս է, խափեբա, պիղծ, Աստծուն խափած մարդ։ Սրանից դեն աշխարհ չկա։ Այս ամենն իմանալով հանդերձ ինչ որ, չգիտեմ, դաշնակա խառը կանաչիներ գնացել են օդանավակայան, դիմավորեն կաթողիկոսին։ Ոնց եք, որ հայելուն նայում եք, չեք ուզում թքեք ձեր երեսին, դաշնակցականներ, քոչարանականներ, վերջը ընդհանրապես մարդ չեք դուք։ Ձեզ Հայաստանը հետաքրքրում է։ Օրինակ ինձ հետաքրքրում է, այդ որ ասում եմ կաթողիկոսը այսպիսին է, չեմ ասում սոսկ նրա համար, որ չարություն ունեմ։ Ասում եմ, որ մեզ հոգևոր մաքուր առաջնորդ է պետք։ Բայց այս հոգևոր ոչինչ պետք չի։ Ձեզ միայն ասենք թե այս պահին աթոռն է պետք։ Չունեք Հայաստան ձեր հոգու մեջ։ Չկրկնեմ, այն ինչ կորցրեցինք Արցախում շնորհիվ ձեր նման անհեռատես, անհոդաբաշխ, ագահ ստոր մարդկանց եղավ։ Դուք այնքան ագահ էիք։ Դուք ամեն Արցախի սարը անառիկ ամրոց սարքելու փոխարեն անառիկ ամրոց սարքեցիք ձեր գրպանները, ձեր հնարավորությունները, չգիտեմ, առյուծ խփելով ման էիք գալիս։ Անասնաբար այնինչ պետք էր Արցախը հզորացնել, պետք էր Հայաստանը հզորացնել։ Դուք այդ պատրվակով չթողեցիք խաղաղություն լինի եւ հակառակն արեցիք։ Ու հիմա այսօր եկել եք, որ, չգիտեմ, Նիկոլը դավաճան է, դուք էլ սրբի շունեք։ Հետո, ու շարունակում եք, էսա ընտրություններ են գալիս, ինչքան կեղտ կարելի է շպրտել։ Էլի շպրտեք։ Բայց Աստծու առաջ պատասխան տալու ոչ ձեր կաթողիկոսն ունի, ոչ էլ դուք ունեք։ Այսինքն ձեր համար Աստված չկա, ոնց որ կաթողիկոսի համար չկա, այդ որ մեծ խոսում եք։ Այնպես էլ ձեր համար չկա։ Այս իրականությունը, այս լափը ձեր ունեցած, ուզում եք խառնել քաղաքական ասպարեզին եւ այս լափով հիմա էլ փորձել հետ վերադառնալ իշխանության։ Իհարկե դա հեքիաթի ժանրից է, բայց այնուամենայնիվ։ Նայում եք ձեր երեխեքի դեմքին, չգիտեմ, թե միայն ձեր ընտանիքներում, երևի բոլորին նույն բանը, հնարավորությունը կհետաքրքրի, էլի ինչքան փող ունեք, ապե։ Ոնց կարաք, էլի գրպեք, էլի ում մերնուհերը լացացնեք, որ դուք թագավոր լինեք։ Էս է իրականությունը, եթե կուզեք իմանալ։ Հիմա գանք հաջորդին։ Ինչու այսպիսի աղմուկ, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասացի, այն գեղցուպես ինչքան էպես հակաժները հում է մնում։ Դասական մոտեցում կար էս ամենին, որ կարող էր անել։ Վերջո, ուղղակի այն ինչ որ հայտարարեցին, որ կաթողիկոսը պիղծ է, հայտարարել որ մենք այդպիսի եկեղեցական խորհուրդ չունենք Հայաստանում։ Կոչ կանենք այլևս այդ եկեղեցական խորհրդին, որ ասում է չվստահել, գնացեք ձեր աղոթքն արեք։ Միջև եկեղեցականները իրենց ներսում որոշեն, այս սրբապիղծ արարածները պիտի մնան որոշող, թե պիտի վերափոխվի, հոգևոր արժեքները պիտի տեղին լինի։ Նիկոլ Փաշինյանը այս ամբողջը ասպարեզ նետեց գեղցու շուստությունությամբ, ինչը շատ վատ էր։ Այդպես չպիտի աներ։ Բայց դե ունենք այն ինչ ունենք, ինչ ասեմ, ինչ կարող եմ ասել։ Ես հեռու եմ այն մտքից, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին Նիկոլ Փաշինյանը ջուր է լցնում։ Չէ, այդպես չի։ Աչքիս լույսը չի։ Որոշ մարդիկ ասում են դու ետում ես ասում ականջները հում մնում, Նիկոլ Փաշինյանի մասին եմ ասում, այդ պահվածքի մասին եմ ասում, ականջները հում է մնացել, այո։ Ես միշտ եմ ասել ու պիտի ասեմ։ Դուք ու ձեր տեսակը միշտ հետույքից դուրս չեն եկել։ Ես միշտ եմ ասել, ինչ ապուշություն, որ կրթությունը մոդայիկ է։ Ով է այդ էշության հեղինակը։ Ինչպես կարելի է դա շարունակել։ Ինչպես կարելի է այդ ողորմելի մտքով հանկարծ փորձել ասպարեզում լինել, բայց մի ամբողջ նախիրել այն կողմից է իմ դեմ կռվում, ասում է Սուրեն Սարգսյան, Նիկոլը չլիներ դուր էիր։ Ես իմ տեղում եմ միշտ եղել, դուք մտածեք։
Ես միշտ ասել եմ չի կարելի փքաբելի թեր, պերաշկեր, կարկանդակեր, ինչ էր կծելու այդ կծած կեղտոտ կարկանդակը ցուցանել լուսանկարի մեջ, չգիտեմ ով է լուսանկարում, թքած ունեմ ով է, վարչապետը այդ կեցվածքով չպիտի լինի։ Նրա սեփական օրինակը շատ ավելին պիտի լինի։ Եվ երբեք կաթողիկոսի հետ կապված այդ խնդիրը այս աստիճան թույն ու թարախ չէր թափի մեր բոլորի գլխին։ Ամեն տեղից վեր կացողը այնպես են խոսում, կարծես չգիտեմ, որ այդ կաթողիկոսը Աստծուն խաբել է։ Աստծուն, Աստծու ծառան Աստծուն խաբել է։ Դրանով ամեն ինչ ասված է։ Եվ ոչ միայն կաթողիկոսն է խաբել, իրեն աջապահյա, մաջապահյաները բան ասում են, հələ մի ամիս փորձեք առանց կնիկ մնա։ Չխաբեին Աստծուն, լինեիր պարզապես ինչ որ մի զատ, բայց ոչ երբեք սրբազան։ Հիմա այդ ամբողջը այն որ ասում է ափի մեջ դրած լինելով հանդերձ, ինչ որ մարդիկ իրեն չգիտեմ ինչի տեղ են դրել։ Ոյ մեր եկեղեցուն, չէ, եկեղեցին կապ չունի։ Եկեղեցու սպասավորները պիտի մաքրեն ինքը։ Իհարկե, չգիտեմ, ինչքանով է ճիշտ Նիկոլ Փաշինյանը, ինչ որ մեծ հայտարարություն է արել, կոորդինացիոն խորհուրդ սարքենք, ոնց ենք հեռացնում այդ կաթողիկոսին, ինչ ենք անում, ես չգիտեմ։ Ես դեմ եմ ավելորդ ցնցումներին։ Այն որ խնամին աղջիկը առավոտյան հարսը հավերը մտնում են տուն, ասում է սեղ էքստերից, մայրը կանչում է աղջիկա մորը, ասում է պատկերացնում ես ամուսինս լսեց, ասում է սեղ եք էստերից, այդպես ոնց կլինի։ Ամոթ չի ես ինչ աղջիկ եք դաստիարակել, մայրը խորհուրդ է տալիս աղջկան, ասում է բալես ինչի ես տենց ասում։ Ասա քշա, իրանք սկլեն կգնան։ Հիմա պետք է քշա ասել շատ հանգիստ եւ այդ կաթողիկոս կոչվածն ու այդ եկեղեցական կեղծ հովիվների տակ ոչինչ չի մնա։ Բայց ոչ ավելին, այդ չեք կենտրոնացնում հենց այդ ուղղությամբ մի ամբողջ ժողովրդի միտք։ Այս ուր եք խառնում Նիկոլ Փաշինյան բոլորին իրար։ Երբեք քաղաքակիրթ դառնալու, երբեք դասական դառնալու գրողը տանի, երբեք ձեր տգետ քաղաքապետերի ծեսիտերից պրծնելու, երբեք ինքնասիրահարվածությունից դուրս գալու եւ հասկանալու որ ամեն ինչ ճիշտ արժեքը ճիշտ տեղին ասելն է եւ ոչ թե ով քերագնգան ինչ արեց։ Ինչևէ, ամեն ինչ լավ է լինելու, կհանդիպենք։